Հայրապետյան վգաների հարցաքննության մասով նախ ինչ արձանագրումներ կանեք։ Արձանագրումը նախ այն էր, որ Վարդան Ղուկասյանը որպես համայնքապետ տեղի ունեցած պրոցեսին այնպիսի մասնակցություն, որը կարող էր ինչ-որ հետևանք առաջացնել կամ ինչ-որ իրավիճակ փոխել, չէր կարող։ Այսինքն, եթե բերում են մասնագետները կատարում են որոշակի եզրակացություն, համայնքապետը այլ որոշում կայացնելու իրավասություն չունի, եթե անգամ կայացրեց է, դա անօրինական կլինի։ Երկրորդը, որևէ վկա բոլորներ հերկեցին, որ Վարդան Ղուկասյանը որևէ հարցով որևէ մեկին դիմաց լինի։ Դուք տեսաք 4.4 քառակուսի մետր տարածքի մասին էր այսօրվա դրվագներից մեկը խոսքը։ Մի փոքր տարածք, այսինքն դա Վարդան Ղուկասյանի շահագրգռվածությունը, որը պետք է լիներ, որ օրենք խախտեր։ Եվ ամենակարևորը, Գյումրու հատակագիծը կադաստրային քարտեզի մեջ առկա տեղեկությունները հասանելի են կադաստրի կոմիտեին։ Եվ եթե կադաստրային կոմիտեն գրանցել է իրավունք, հետաբար կադաստրային կոմիտեի համար ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում։ Վարդան Ղուկասյանը իրավունք գրանցող մարմին չէ։ Եթե կադաստրային կոմիտեի գործողությունները օրինական են, ինչպես կարող է Վարդան Ղուկասյանի գործողությունները լինեն անօրինական։ Այսինքն այստեղից փաստաթղթերը քաղաքացին տալ է կադաստրային կոմիտե եւ կադաստրային կոմիտեն համեմատրելով նույն քարտեզների մեջ, որը առկա է քաղաքապետանում, մի հատ էլ իր քարտեզների հետ համեմատել, տեսել է, որ որևէ սահմանափակում, որևէ խնդիր չկա իրավունքի գրասման։ Հետաբար այս պայմաններում քաղաքապետին ասել, թե դուք դիտավորյալ հողի կատեգորիան, որ 60 հոդվածի տակ է, թաքցրել եք որևէ անձից, իմ կարծիքով ուղղակի անընդունելի է։ Այս ամբողջ գործը չի, չէ՞, 4 քառակուսի մետրի։ Չէ, բայց բոլորի տրամաբանությունը նույնն է։ Նայեք, ո՞րն է խնդիրը։ Եթե գաք Գյումրի, առիթինի չփեք, մինչև հիմա էլ այն անգամ մի հատ վկայի քննինք, ասում է ինչի մասին է խոսում։ Քարտեզով տրված է, որ դա ճանապարհ է, բայց խորհրդային միության ժամանակներից այդ ճանապարհի տեղը ուղիղ շենքի կեսը ճանապարհի տեղում է սարքած։ Այսինքն շենք է եղել, գծողը եկել, այդտեղ ճանապարհ է գծել, առանց նայելու, որ այդտեղ պատկերացել է շենքի փոխարեն քարտեզի վրա գծած նի ճանապարհ։ Հիմա ո՞րն է առավել, որ շենք կա այդտեղ, թե որ ինչ որ մեկը այդտեղ ճանապարհ է գծել։ Պարոն Հայրապետյան, ճիշտ ենք հասկանում, որ Գյումրու գլխավոր հատակագծի քարտեզը եւ կադաստրի կոմիտեում եղած քարտեզը իրարից տարբերվում են, եւ դրա պատճառը ո՞րն է, երկրաշարժն է, հետ երկրաշարժյան տարիներն են, թե այլ որևէ պատճառ։ Գյումրու հատակագիծը եւ կադաստրային կոմիտեն, կոմիտեի կադաստրային քարտեզը իրարից տարբերվում են, բայց երկուսը իրար հետ տարբերվում են նաեւ փաստացի իրավիճակից։ Որն է պատճառը։ Երբ որ ամեն կառույց սկսել է այս գործողությունները կատարել, գծագրել, իրենք գծագրել են մոտավորապես գետնի վրա, տես նշեցել, տեղեր կա հասանելիություն չեն ունեցել։ Նայել են, մոտավոր գծել են։ Եվ այդ գծածը, երբ որ տայել են գետնի վրա, տեսել են, որ չէ, այդ գծածի տեղը ճանապարհ չէ, 1000 տարվա շենք է այդտեղ սարքած։ Կամ տրված է, որ այս հողամասը այս օբյեկտից 5 մետր հեռավորության վրա է, այդպես է գծված։ Բայց երբ որ գնացել են արդեն փաստացի այսօր, կարող է ինքը կպած է այդ շենքին կամ 105 մետր հեռավորությունը։ Այն ժամանակ, որպեսզի պատկերացնեք, Գյումրիում չկար մի 100 մետրանոց փողոց, որ ուղիղ գնար։ Որովհետև ով որտեղ կամ փլված էր, կամ շենքեր էին սարքել, կամ տնակներ էին դրել, այսինքն այդ քաոսի մեջ փորձել են քարտեզներ ստանալ։ Եվ այդ քարտեզները չէր կարող լինել անգամ մոտ իդեալականին, ուր մնաց թե իդեալական։ Ընդ որում այդ քարտեզները կազմողը չի եղել համայնքապետարանը, դա եղել է կառավարությունը, եւ կառավարության կազմած քարտեզների ժամանակ չի եղել նաեւ տեխնիկական միջոցներ, օրինակ հողամասերը չեն նույնականացել կոորդինատներով, ինչպես հիմա են անում, որը առավել հստակ է։ Դա եղել է կողմնորոշիչ մետրերով։ Այս շենքից մոտավորապես 50 մետր էս կողմ, 40 մետր այն կողմ։ Բնականաբար դա եւ բնությունը պետք է իրարից տարբերվի։ Հիմա այդ տարբերության համար Վարդան Ղուկասյանն ինչ է տալու։ Պարոն Հայրապետյան, վկաների հարցաքննության ժամանակ դուք պարբերաբար հանրային մեղադրողին հորդորում եք, որ իր կարծիքը չարտահայտի չուղղորդի, հա, ինչպես կգնահատեք նրա վարքագիծը։ Առհասարակ այդ վարքագիծը նաև օրենքով է անընդունելի, որտեղ ուղիղ հարցաքննության դեպքում անձին չպետք է ուղղորդեք։ Երբ որ անձի որևէ պատասխան ասում եք ոչ կամ որևէ պատասխան ասում եք շնորհակալություն, ուրեմն առավել եւս իշխանություն կարող անձ է հանրային մեղադրողը, դա օբյեկտիվորեն կարող է վկայի ուղղորդել, որ ես իշխանություն կարող անձ եմ, որ կասեմ շնորհակալություն, հիշի այդ պատասխանը, որ սրանից հետո այդ բովանդակության պատասխան կտակ, որտեղ որ կդժգոհեմ, հիշի ինչու դժգոհեցի, որովհետեւ այսուհետ պատասխանները իմ մոտ դժգոհություն չառաջացնեն։ Առավել եւս սովորական քաղաքացին եւ նայում համազգեստով դատախազության աշխատակից ողջամիտ այդ ամեն ինչ ուղղորդումներ կարող են լինել։ Դրա համար մենք առարկում ենք, որպեսզի հանրային մեղադրողը իշխանության պայմանավորված ճնշում չգործադրի վկայի վրա։ Ես իմ